Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր արդեն հավերժականության ձգտող նիստը, քննարկում ենք Արամ Վարդևանյանի ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու հարցը։ Պարոն Վարդևանյան, ուրեմն մի նախկին ֆինանսների նախարար ունենք, որին ես շատ սիրում եմ, հիմա այլ տեղ է աշխատում։ Հիշում եմ, երբ լրագրող էի աշխատում, գնում էի ասուլիսներին, բոլոր հարցերին պատասխանում էր ժամերով, հետո որ գնում էի արդեն ուզում էի սղագրել, մեկ էլ հասկանում էի, որ այս մարդը ոչ մի հարցի չի պատասխանել, բայց այդ հասկանում էինք ահագին հետո ձեր մոտ էլ այդ բանը կա, բայց ես ուզում եմ ասել, որ Իշխան Սաղաթելյանն ասում էր, ինչ եք մեղադրում պարոն Վարդևանյանին, օրինակ ես մեղադրանք չնկատեցի, հակառակը բոլորը շատ գովեստով են խոսում ձեր հատկապես գործարար հմտությունների մասին, ինչ շատ նորմալ է։ Ես ճիշտ ասած չէի ուզում այս նիստը ավելի երկարացնել եւ ելույթ ունենալ, բայց հնչել են որոշ բաներ, նաեւ իմ անունն էլ է շրջանառվել, դրա համար մի քանի բաների կանդրադառնամ։ Գիտեք, նախընտրական շրջանում ձեր թիմի կողմից շատ թեզեր էին հնչեցվում ու առիթ չէր լինում տետատետ այդ թեզերին անդրադառնալու։ Ասենք հեռակա արձագանքում ենք, բայց որ դեմ դիմաց նստած մի հատ հիմա էլ եք այդ թեզերը հնչեցնում, հիմա շատ լավ առիթ է։ Օրինակ աղքատության մասին։ Ձեզնից մի քանի հոգի այդ մասին խոսեցին եւ տեսա պարոն Վարդևանյան, դուք էլ եք այս վերջերս անդրադարձել այդ թեմային, չգիտեմ, օրերի հարցեր թե շաբաթների, ինչ եք ասում եք քաղաքացիական պայմանագիրը խոսք էր տվել 2 անգամ նվազեցնել աղքատությունը ու ցուցանիշ եք բերում, ասում եք 21 թվականին աղքատությունը մոտ 27% էր, վերջին տվյալներով բառացի ցիտում եմ ձեզ, վերջին տվյալներով 22% է ու սա ներկայացնում եք, որ ձախողում է։ Ուրեմն երկու հանգամանք նշեմ։ Ձեր ասած վերջին տվյալը աղքատության վերաբերում է 2024 թվականին։ 2025 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվելու է այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, 2026 թվականի ցուցանիշը հրապարակվելու է հաջորդ տարի։ Մեր խոստումը վերաբերվել է 2021-2026 թվականներին։ Այսինքն դուք դեռ մեր խոստման հավարտին 2 տարի ժամանակ կա, բայց դա ներկայացնում ենք այնպես, որ լսողը կհասկանա, որ մենք մեր խոստումը չկատարեցինք, բայց մի հատ ավելի հետաքրքիր հանգամանք կա։ Եթե ուրիշ մարդ ասեր, ես չէի զարմանում, բայց քանի որ դուք իրավաբան եք, այդ նյուանսը պիտի հաշվի առնեք։ Վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ, ծանոթագրության մեջ գրած է, որ քանի որ տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն, 2024 թվականի աղքատության ցուցանիշը համադրելի չի նախկին տարիների հետ։ Այսինքն այդ թվերը իրար հետ համադրելի եւ համեմատելի չեն։ Դա նույնն է, ոնց որ կիլոգրամը համեմատեք սանտիմետրի հետ։ Այդ մասը խնդրում եմ նկատի ունենալ։ Հաջորդը պետական պարտքի մասին։ Այդ էլ էր ձեր սիրած թեմաներից, անգամ հիշում եմ ձեր նախընտրական հոլովակը փոքրիկ նարեի մասին, որ ասում եք ծնվեց, արդեն մեկ շնչի հաշվով պետական պարտքի այսքան է։ Նախ մեկ շնչի հաշվով պետական պարտքի ցուցանիշը դա ամենասխալ ցուցանիշն է, որով կարելի է չափել պարտքային բեռը։ Եթե այդպես նայեք, օրինակ Ճապոնիա, Սինգապուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեզնից մի քանի անգամ կամ մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ պարտքի բեռ ունեն, բացարձակ թվով։ Բայց եթե այդպիսի բան ասեմ, դուք կասեք, բա մի հատ համեմատեք իրանց տնտեսությունը, ու շատ ճիշտ կասեք, բայց տոկոսը պիտի համեմատեք, ճիշտ եք ասում, այդ դեպքում բացարձակ թվով չափելը սխալ է, իսկ եթե համեմատում եք տոկոսով, ապա Հայաստանի Հանրապետություն, հեսա կանդրադառնանք, պետական պարտքի ընդհանրապես կարելի է շատ երկար խոսալ, դրա համար 1 րոպեվա մեջ չեմ հասցնի, պետական պարտքը նա մակարդակով Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին ունեցել է շատ ավելի ցածր ցուցանիշ, քան 2018-ին։ Բայց մի բան էլ ասեցիք, պարոն Աբրահամյան, Վրաստանի օրինակն եք բերում, ասում եք Վրաստանում այս ընթացքում պետական պարտքը 2 անգամ նվազել է։ Հա, դե հիմա բոլորը տենց հասկացան։ Նկատի ունեմ, որ Վրաստանում 2015-ից 2025 թվականին պետական պարտքը 2 անգամ աճել է։ Աղքատությունը չեմ նայ, որովհետև դուք պետական պարտք եք ասել, այդ էլ կնայեմ։ Ամեն դեպքում ընդունենք, որ այդ մասով սխալվել է։ Հարգելի գործընկերներ, մի ընդհատ։ Հաջորդը ԵԱՏՄ-ի մասով
ասում եք ձեր քաղաքականության արդյունքում մեր արտահանողները հայտնվել են խնդիրների առաջ։ Համ դուք եք ասում, համ Հայաստան Դաշինքի գործընկերներն էին ասում։ Ուրեմն մի հատ անեկդոտ կա, ասում է մեկի տանից գողություն են անում, տանը ինչ կա հավաքում տանում են, հարևանները գալիս են, մեկը ասում է ես քեզ որ ասում եի դռանը կողպեկը փոխի, ինչ չլսեցիր։ Երկրորդը ասում է ես քեզ որ ասում եի մի հատ տեսախցիկ դիր չլսեցիր։ Երրորդը ասում է ինչի են նոր մեքենան առար աչքեր ծակում, այս մարդը լսում ասում է չհասկացանք, այդ գողը ոչ մի բանով մեղավոր չի։ Հիմա ձեզանից որևէ մեկը որևէ անգամ չհելավ հակադար վեր չկացավ հակադարձի ասի ես ինչ եք անում քաղաքական որոշումներ եք կայացնում ձեր գործընկերոջ նկատմամբ ինչի չեք անում արեք օրինակ երեք էլ ամենաթարմ հայտարարություններից ասեմ մեկը Մատվիենկոն է հայտարարել որ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ ձերբակալությունները շարունակվեն կոչ կանեն զբոսաշրջիկներին Հայաստան չայցելել դա էլ է դեպի շատ հետաքրքիր ձևակերպում ՌԴ քաղաքացիների նկատմամբ եւ նաեւ մի հոգի էլ կարծեմ իրենց ԱԳՆ ներկայացուցիչներից ասել է Հայաստանը երբ փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը կամ արտահանումը դա ուղղակի վնաս է կամ թշնամական գործողություն է Ռուսաստանի նկատմամբ համաձայն եք այդ դիրքորոշումների հետ եթե համաձայն եք ասեք համաձայն չեք ասեք որևէ բան ասեք Հայփոստի մասով շատ խոսվեց այդ մասին ինչպես խոստացել եք մի հատ առանձին քննարկում կանենք բայց քանի որ այստեղ փորձ եղավ հակադրել Էդուարդո Էրնեկյանին Հայաստանի կառավարության հետ որ ասում են միգուցե Արգենտինահայ գործարարը այլևս չի ուզում ներդրումներ անել Հայաստանում Ես ձեզ հիշեցնեմ հարգելի գործընկերներ, որ Էդուարդո Էրնեկյանի հիմնադրամը շատ կարճ ժամանակ առաջ նոր կոնցեսիոն պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետության հետ եւ պատրաստվում է օդանավակայանի թողունակության մեծացման եւ արդիականացման համար Հայաստանում ներդնել 425 միլիոն դոլար։ Եթե գտնում եք, որ դա հարաբերությունների վատ թարացում է, եկեք այդ մասին ասեք։ Մի բան էլ Ասում եք, պարոն Կարապետյան, ասում եք, մենք նոր քաղաքական ուժ ենք։ Ես հարց տվեցի, թե ինչ կողմնորոշում ունեք, որոնք են ձեր տեսլականները, ինչի համար է հարցնում, օրինակ ձեր խմբակցության պատգամավորներից մեկը խոսում էր նվազագույն աշխատավարձի մասին։ Ես օրինակ մտածում եի, որ ձեր խմբակցությունը պիտի սկզբունքորեն դեմ լիներ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, որովհետև դա ամբողջ բիզնես համայնքներ դրան դեմ երբ ենք քննարկում են, բայց սա առանձին խոսակցության թեմա է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ ասում եք մենք քաղաքական ուժ ենք, սա անկեղծ եմ ասում, դուք դեռ քաղաքական ուժ չեք։ Օրինակ Հայաստան Դաշինքը, ինչքան էլ մենք իրանց հետ տարբեր հարցերում անհամաձայնություն ունենք, իրենք քաղաքական են։ Բայց ձեր ես դրա տակ քաղաքական գաղափարական որևէ միավորող բան չեմ տեսնում։ Ու ես անկեղծ ասես, պարոն Կարապետյան, ձեզ շատ դրական եմ վերաբերում, բայց ես ձեր համար ցավում եմ, որովհետև տեսնում ձեր շարքերում կան մարդիկ, որոնք ձեր շուրջը ուրիշ բանի համար են, իրանց ձեր գաղափարները չեն միավորել։ Շատ լավ կլինի, եթե վերածվի այդ ամեն ինչը քաղաքական հիմքի, բայց առայժմ դա չկա։ Իդեպ Հայաստան Դաշինքի մասին որ խոսեցինք, մի բան էլ ասեմ, պարոն Գեղամ Մանուկյանը, հեսա ինձ հետո ենթադրում եմ ինքն է ելույթ ունենալու Իշխան Սաղաթելյանի փոխարեն։ Պարոն Մանուկյանը, որ Արթուր Սարգսյանի ցուցանակը այստեղ խոսում էր, նաև ձեր գործընկերներից չեմ հիշում ով էր նկատեցի շապիկի վրա ձեր կալանավորված գործընկերների նկարներն էին։ Ես հիշեցի 2021 թվականի հունիսը, թե օգոստոսը, երբ մեր գործընկերները ազգային ժողով են եկել իրենց կալանավորված գործընկերների նկարներով, շապիկներով։ Հետո գիտեք ինչ տեղի ունեցավ, հետո ասեցին այդ մարդիկ մեր բռակ մեդիա պրոդուկտն է, ու հիմա որ նայեք ինչ են ասում այդ նույն մարդկանց համար, օրինակ Արուշ Արուշանյանի, օրինակ Մանվել Փարամազյանի, կտեսնեք թե այդ բաները ոնց են փոխվում։ Էլի բաներ կա ասելու ու վերջում քանի որ այտենց ավանդույթ ձևավորվեց ձայնագրություններ միացնելու, մի հատ կարճ ձայնագրություն էլ ձեր թույլությամբ երբ միացնեմ, ԱԱՑ-ի հետ ես կապ չունեմ, պարոն Մանուկյան, դուք լավ գիտեք, չէ, կիմանաք ինչից է։ Լսեք։ Ես սարում էի ճիշտ է։
Հետո որ կարկուտեր գալիս ես սարում էի, ճիշտ է։ Հետո որ ոչխարներն եկա, ես էլի սարում էի, իսկ դու չկայիր, ճիշտ է։ Հետո որ մորթեցիք դու վերկացար եկար, ճիշտ է։ Հետո մորթելուց հետո եկար։ Սկզբից գայր ասեիր մի մորթեք։ Որտե՞ղ էիր, գայր չթողնեիր։ Հիմա արգելի գործընկերներ, այդ որ Հայաստանում արտագաղթ էր, այդ որ կոռուպցիա էր համատարած, ընտրակ եղծիկներ են, բա որտեղ եք։ Բա չթողնեիք, թե դրա մեջ եք։ Դրա համար հարգելի գործընկերներ, ել եմ ասում, կարող եք շատ հետաքրքիր բաներից խոսել, բայց մարդկանց հիշողությունը ի դժբախտություն ձեզ կարճ չի, շնորհակալություն։